Սիրելիներս ձեր տոնական սեղանների համար հետաքրքիր տորթ եմ բերել, երևի շատ տարածված չէ, կոչվում է տորթ Twix։ Ձեր հյուրերին հաստատ կհետաքրքրի ու վստահ եմ բաղադրատոմս են հարցնելու։ Վերցնում ենք 5 ձու միջին չափսի։ Մի փոքր խառնում եմ, որ դեղնուցների պարկուճները բացվեն, երկար հարելու կարիք չկա։ Բաժակս 250 մլ է, 180 գրամ շաքար է տանում մեզ բաժակը։ Մի ամբողջ բաժակ կավելացնեմ հավասար վերևով։ Ավելացնում ենք 3 ճաշի գդալ մեղր, երրորդ գդալը ոչ շատ լիքը, մոտավորապես 55-ից 60 գրամ է։ Վերջին գդալն ամբողջությամբ չլցրի, ավելացնում ենք 120 մլ բուսայուղ, իսկ վերջում 1 թեյի գդալ սոդա։ Բոլոր մանրամասները եւ գրամով եւ կարևոր դիտարկումներով կգտնեք տեսանյութի ներքևում։ Նկարագրության բաժնում։ Խմորը եփում ենք 7-ից 8 րոպե գոլորշու վրա, անդադար խառնելով։ Հիմա ավելացնում եմ 1 ճաշի գդալ քացախ, խնձորի քացախ։ Հենց այսպես կրակից անմիջապես հետո շատ տաք վիճակում 1 բաժակ ալյուր ենք ավելացնում։ Առաջին ալյուրի հետ նաև ոչ լիքը թեյի գդալով սոդա կավելացնեմ, 4-ից 5 գրամ է։ Ընկույզը կպատրաստեմ, 200 գրամ է պետք։ Շնորհակալություն Ավետյան Ռիմային այս բաղադրատոմսի համար, տարիներ առաջ է փոխանցել, մինչ օրս սիրով պատրաստում եմ։ Խմորն արդեն հովացել է, շարունակում ենք ալյուրը։ Իհարկե քանակը ձեզ համար կգրեմ բաղադրատոմսում, բայց միշտ իմացեք, որ գոլորշու վրա պատրաստվող խմորները տարբեր կերպ են գոլորշի անում եւ տարբեր քանակի ալյուր են պահանջում։ Ուղղակի հետևեք, որպեսզի շատ թեթև խմոր ստացվի, պլաստիլինի նման ու մի քիչ նաեւ կպչուն։ Այս խմորի հետ երկար չենք աշխատում, ընդհանրապես բերում ենք մեզ անհրաժեշտ խտության ու վերջ, երկար հունցել, չարչարել հարկավոր չէ, որքան քիչ աշխատեք, այնքան ավելի նուրբ կստացվեն շերտերը։ Խմորը մի քիչ կպչուն է, եթե ուժեղ սեղմեք կկպնի, դրա համար աշխատում ենք նուրբ, երբեմն մի քիչ ալյուր օգտագործելով, որպեսզի խմորի մեջ չափազանց շատ չավելացնենք։ Բաժանում եմ 3 հավասար մասի։ Խմորը թողնում եմ մոտ 10 րոպե հանգստանալու, իդեպ ջեռոցն արդեն միացված է, պետք է լավ տաքացած լինի։ Ես ինչպես միշտ նախընտրում եմ առանձին գրտնակել շերտն ու հետո տեղափոխել տապակի վրա, այսպես միշտ ավելի ուղիղ են լինում։ Թխելու եմ 180-ից 190 աստիճան տաքացված ջեռոցում։ Ժամանակ առ ժամանակ հետևեք, որ սեղանին չկպնի, հակառակ դեպքում հավասար բացել չենք կարողանա։ Կարևորը գրտնակը շատ ուժեղ չենք սեղմում, առանց այդ էլ հեշտ բացվում է, որպեսզի խմորը ամբողջությամբ սեղանին չկպցնենք։ Քանի որ տապակը կադրից դուրս էր, մինչ վերադարձրի, խմորը սեփական ծանրությունից մի փոքր դեֆորմացվեց, բայց խնդիր չէ, սա միջուկի համար կօգտագործենք։ Եթե վերջում տապակի վրա ուղղելու, շտկելու կարիք է լինում, անպայման զգույշ ենք աշխատում, ընդհանրապես նման խմորների դեպքում, եւ վերջում էլի ստուգում ենք, որ խմորը կպած չմնա։ Հակառակ դեպքում կպած հատվածներում օդային բարձիկներ են առաջանում, ջեռոցում դրանք մեծանում են ու խմորի վրա անհարթություններ առաջացնում։ Իսկ ես մեղմ ասած ոչ այնքան գեղեցիկ շերտը կթողնենք միջուկի համար։ Կրեմն ենք պատրաստում, դրա համար նախ 300 գրամ կարագը լավ հարում ենք։ Հարում ենք մոտ 2-3 րոպե։
Կարագը հարեցի, հիմա 1.5 տուփ եփված խտացրած կաթ կավելացնեմ։ 1 տուփը 360 գրամ է։ Տարօրինակ օրինաչափությամբ նոր տարուն շատ մոտ միշտ նման տուփերի բացիչս փչանում է, կոտրվում է։ Ձեզ մոտ նույնպես նման բաներ պատահում են։ Բացել եմ, ինչպես կարողացել եմ։ Բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի է։ Ավելացնում ենք 1 ճաշի գդալ լավ կոնյակ, հայկական կոնյակ է։ Պատրաստի կրեմը 3 մասի ենք բաժանում և մասերից մեկը թողնում ենք մի կողմ, դա վերջում կօգտագործենք։ Իսկ հիմա մնացած կրեմին մեր պատրաստած ընկույզն ենք ավելացնում։ Ստացվում է 2 բաժակ, երկրորդը ոչ շատ լիքը, որ առանց կշեռքի կարողանաք։ Ավելացնում եմ 1 ճաշի գդալ մեղր։ Ու նաև շերտերից մեկը կավելացնենք փշրված վիճակում։ Մենք արդեն գիտենք, թե որն ենք փշրելու։ Ցանկության դեպքում կարող եք նաև շերտը քերել, սովորական քերիչով։ Ամենևին պարտադիր չէ, որ շատ մանր ստացվի։ Քանի որ հյուրեր ունեի, աշխատանքս կիսատ եմ թողել, հիմա 8 ժամի վերջնական տեսքի վեր ենք։ Հավաքում ենք ինչպես հիմա կցուցադրեմ։ Վերջ, այսպես կթողնենք, որ լավ փափկի, իսկ մնացած արդեն վերջնական ձևավորումը կանենք վերջում։ Քաղցր մասը միայն այս վերնամասն է և մի փոքր միջուկը իրար շատ լավ լրացնում են, իսկ կառուցվածքի մասին միայն կարող եմ ասել, որ շատ նուրբ է։ Թողեք նվազագույնը 10 ժամ, որից հետո արդեն կարող եք վայելել։ Ահա և վերսիրելիներս հուսամ հավանեցիք, իդեպ բավականին շատ է ստացվում, ահա այսքանը և կարծեմ ևս 2 կտոր, որ արդեն փորձարկել ենք, այնպես որ փորձեք ու վայելեք։